Սասնա ծռեր, Բ հատոր, մասն երկրորդ, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Ժ է պատում, Սասնա ծռեր, պատմեց ապարանցի Բարսեղ Սահակյանը, գրի առավ 1912 թվականին Երվանդ Լալայանը։ Դավիթ և խանդուտ։ Ետ կրվուն մեկ աշեղ թամաշա էր, գնացեր էր կապուտկող խանդուտ խանմիքով գովացեր էր, ասեր էր խանը, քու կերպարանքին տղամարդ մեկ սասուն կա։ Խանդուտ խանմ բավականին բաշխիչ տվեր էր աշղին, թե իմ շքիլտար տուր Դավթին, թե տղամարդա կիկա։ Աշուղ առավ, գնաց սասուն, գնաց ցրան Վեգևի դիվան։ Վեգև տեսա, որ աշղ էր եկե, բերեց, թե սազ էրա։ Աշղ տեսա, որ Վեգևի գլուխ թրքի կողով էր, ամեն մեկ աչից գուբկարներ մեկ կոտ գարի, քիթ կար մենց եմիշի ғդար, օր կուկա 2 լիտր, տվեցին աշղին սազ էնել։ Աշղ սազ երեց, խանդուտ խանմին գոված, էտտեղ ցրան Վեգև իմցավ, որ եկեր էր Դավիթին պիտի տաներ, սովրցուց աշղի սազ ջարդեցին, լավ ծեծեցին, երեցին դուս, գիշեր կինաս, գնաց մեկ փոսի մեջ տապավ, որ լուսուն ելնի փախնի, երեխեք առավոտ կացին ցախ ժողվելու, աշղի քուն տարեր էր քներ էր, տղի մեկը գնաց վերևից ցախ ժողվելու, աշղ զարթավ, ասեց տնաշեն, թագավորի դիվան տեղ չկեր օրեր թեր քներ, եկեր ես տեղ մրսեր ես։ Ասեց ձեր թագավորին կսեն Դավիթ, գլոխն է մետ թրքի կողով, աչից գուբկարնի կոտ մի կորե քիթ կա 2 լիտր եմիշ։ Երեխեն վերցուց ասեց, թե էդ Վեգևնա, Դավիթի աղբեր, Դավիթ մսրա։ Աշղ մեկ ոսկի տվեց երեխին, թե մսրա ճամփախ նշանց տուր, տարավ տվեց նշանց։ Չուրի կնաց կապուտկող, սաս սարքեց, էտտեղ նոր Դավիթին որ տեսավ, խանդուտ խանմի շքիլ տարավ, տվեց Դավիթին, Դավիթ աշղին ասեց, սազ էրա, սազ երեց, խանդուտ խանումին գովեց, Դավիթ հանեց մե բուր ոսկի տվեց, ասեց, դու առաջ գնա ես ետնուց կիկամ, գնա խանդուտ խանմից մուշտուլուղ առ։ Աշղ գնաց, Դավիթ մի օր մնաց, հետևանց ծին հեծավ գնաց, իրիկվան խլաթա թուշ ելավ, խլաթ թուրքի քաղաք էր, մեկը ղոնախ չարավ, խլաթա կեհեն սատկեր էր, կնիկ նոր Դավիթին տեսավ խելք է գնաց, Դավիթին տարավ իրան ղոնախ, Դավիթ լե չահել տղա էր, թուրքն ու հայ չեր ճանաչե, կեհի կնիկ ջուր դրեց, Դավիթին լող կծուց, լավ պատվեց, գերցուց, խմցուց, տեղ կցեց պարկավ, ծոցը կնավ։ Դավիթ տվեց հետը առավ, սպ նիշանի մեկ երես սևացավ, խռովավ։ Լուսուն ելավ ծին հեծավ, քշեց գնաց, կեսորին տեսավ մեկ հոմեշ կվերա, հայ ասեց, ես կվիտեր ինձի կախտա, քշեց գնաց տեղավոր, մեկ հութնի փուղակ հոմեշ ջրի մեջն էր, նետ վնանեղ բռնեց, որ զարգեր, հոտաղ նսեց, թե սասունացուր, էդի գուտնի գոմեշա, ասեց, էլի արի երթանք գուտնին մոտ տենանք ինչ բանա, հոտաղ գոմեշ քշեց տարավ գուտնի մոտ, մանչկալ ճանաչեց, որ Դավիթներ գութան կայնեցուց բարևն առավ, տեսա, որ բեզարած են գոմշներ, կհլկին, ասեց ուստա, ես ճանավար կուրախանա, ընտոնք գիլան, արցկա թող ջրի մեջ, տեսնանք կուրախնան, մանչկալ կվախներ, արցկեց երեց գյոլի մեջ։ Գոմեշներ թինչացան, ուրախացան, էդ գյավասա հոտաղ վերցուց թե սասունացուր, էսոր մանչկալի օրն էր, թե մի քանի պատեվել վարինք, դու արցկել տվիր եղավ խապան, Դավիթ նսեց, էդ փետեր ժողվատ ու ընծի, Փետեր գուտնի լծերուն ասեց, կհասկնաս։ Դավիթ ձիով քաշեց 7 փատես կողմ, 7 փատեն կողմ վարեց։ Օտաղն ասեց, սասունացուր էտի քու հունար չէ, քու ծիունա, ասեց արի ծին բռնա,
հոտաղն եկավ ձին բռնեց, լցներ ամեն, ընթեց, 7 փաթլե Դավիթ վարեց, առավ եկավ արդ բրծավ, ասեց, ծզի օր խուված չկա, ես երկատներ ես լուծեր, իմալ կշալկի կտանեք տուն, ասեց կշինենք 2 տավար կլծին կտանինք, հոտաղ բռնեց, լծկներ ամեն, բնատով փաթթեց, պատի տաներ տուն, Դավիթ թուր թալեց, համը բիրադի կատրեց, նոր էդտեղ մանչկալ վերուց ասեց, վայ, իմ տունը ավիրեցին, ասեց ուստա, ուղուրի վրա եմ, այնցի մանից է, մեբուր ոսկի տվեց մանչկալին, գութան տավարով կարներ, Դավիթ ջան, հացն եկավ, կեցի հացն ուտենք նոր գնա, ասեց ուստա, ես հաց ուտեմ, հոտաղներ կմնան անոթի, էդ գավազահոտաղն ասեց աշխար, գութնի մոտ կլիանա, դուք էր մեկ թող մնանք անոթի, Դավիթ նստավ քամակ տվեց սելիական, մենց մի ղազան փլավին բերած բերին տրին Դավթի առաջ, 2 հաց կեներ մեծ թիքա, 5 լոխմա զարկեց փլավի տակ հանեց, մե բղուղ թանլե բերածին, մանչկալն ասեց Դավիթ առ խմա սիրտտի հովլնի, ճամփակ երթաշ չծարվնաս, ինչքան օր հաց կար, ժողվեց, դրեց բերան ու էդ բղուղթան խմեց վրեն։ Էդ տեղից ձին հեծավ քշեց կապուտկող, մեկ պստիկ մարդ կար, անուն Գորգեզ էր, Խանդուտ խանը մսեց էդ պստի մարդուն, թե մուղատ կեցի Դավիթ կիգա, Դավիթ օր գնաց կապուտկող, Գորգեզ գնաց առեջ ասեց, դուն Խանդուտ խանմի մարդն ես, ասեց հա, ասեց Խանդուտ խանմի ու իմ բան որ դզավ, քեզի կենիմ քավոր, ասավ գնաց 7 փահլվան կար էդ փահլվանների քով, գնաց առանց բարև տալու 3-ի վերև նստավ, փահլվաններ իմցած են, թե էդ զորբա մարդ 2 տղա ճամփած 7 տարվա գինի բերացին, որ հարբցնեն սպանին, բերին գինին դրին իրենց առաջ, տաշտի մեջ, մենց ջրխմիչ թասով լցին տվին իրենց մարդուն, շնող եղավ տվեց Դավիթին, մեկ լե տվին է ներքևի մարդուն, են լե առավ, շնող եղավ տվեց Դավիթին, տվեցին են մեկ էլ կողմի մարդուն, են լե շնող եղավ տվեց Դավիթին, Դավթի աջղ բռնեց, տիկ ամեն լցեց տաշտի մեջ, վերցուս դրեց բերնին ամեն խմեց, գինին Դավիթին տարավ, բեզարուկ մարդ էր, 7-ն էլ թրեր քաշին ուզեցին օրը սպանին, քավոր Գորգին կայնուկ էր էդտեղ, ասեց թե երթամ ջուհապ տանեմ Խանդուտ խանմին, վայ թե սպանեն, տեղ հեռուն էր, ցեն տվեց Դավիթին, թե սանահեր Դավիթ, պատրաստ մացի, ասեց եսի քնած տուն չէ, վնաս տուն է, ասեց քավոր Գորգի հասիր դարգախ զարգ, էդ փահլվներ թրանտուս, Դավիթ էլ ավետևներ բռնեց մեկի ոտ լորդից, չանտակ գնաց ճիվ մնաց ձեռ, 7-ն էլ սպանեց էտենց, դարձավ եկավ նեքսև տեսավ, որ քավոր Գորգու վիզն էլ էր, գնացեր էր հետևանց, ասեց քավոր Գորգի, էդ ինչ է տենց եղի, ասեց փահլվանի թևին առե վիստեղից էլ էրա, էսենց մեկ մատով զարկեց վզին գնաց ընկավ տեղ, ասեց արի եթանք դինչ պարկինք քնինք մացինք մենակ, քավոր Գորգեզ հացի պատրաստութեն տեսավ, Դավիթ հաց կերավ չայ խմեց ասեց քավոր Գորգի, իմալ տեսնանք Խանդուտ խանմին, թե առավոտ շաբաթօրը, ուր տեղեն դուս պտի ելնի, 40 ջարյա Խանդուտ խանմին տանին խաս բաղչեն մանգալու, արի քեզի տանիմ խաս բաղչան, դարգահի ետևը պահ մտի, երբ որ անցնին կտեսնաս, ելանգացին խաս բաղչան, Դավիթ մե ոսկի տվեց դարգվանչուն, մտավ դարգահի ետև, արև որ առավ դոլի ձեն եկավ, մե թոփալ ջարյա ընկել էր առեջ, քյով ընդ կքաշեր, 20 չան օրեգան ընցան Խանդուտ խանում եկավ,
Դավիթ ձեռ թալեց Խանդուդ խանամի վզով բռնեց, Խանդուդ խանամ լե ձեռ թալեց, Դավթի փողպատ բռնեց, Դավիթ մե պակարեց, ձենչերեց, մեկ էլ արեց, ձենչերեց, օր 3 անգամ պակեց Խանդուդ խանամ Դավիթին քաշեց հետևանց, զարկեց պատին քիթ ու բերան առնավ, Դավիթ միտք երեց օր, պետքա կապուտ կող հմեն ճարդա, έλավ եկավ քավոր գորգու մոտ, էտենց արնոտ, են աղջիկներ, որ Խանդուդ խանամի մոտին, գացին թոփալ չարին ըսեցին, թե Դավիթ 3 պակ առավ, զարկեց քիթ ու բերան արունը լավ, թոփալ չարին Խանդուդ խանամին ասեց, սաչի պուչուխ, գերիդա փոզուխ, հիմի քաղաք կավերա, Գացեք մեսինի մեյվա քաղեք, էլ ուրախութենի ժամանակ չէ, քաղեցին բերին տրին մեջ ջարի գլխի վրա, թոփալ ջարիեն ընկավ առեջ, Խանդուդ խանամ ընկավ հետև, եկավ Դավիթի մոտ, ասեց Դավիթ, դու քո հոր փահլվանն ես, Խանդուդ խանումն էլ ուր հոր փահլվանն է, մի բան կա որ քեզի զարկեքիդ բերան արներա, Խանդուդ խանում հետևանց Դավթի թևեր բռնեց, Դավիթի սիրտ հանդարտավ, թոփալ ջարիեն ու են մեկել ջարիեն, մեյվեն տրին կեդին փախան գնացին, նոր ենտեղ Խանդուդ խանամ ջուր բերեց, Դավիթ լվացվավ, մեկտեղ նստան էդ մեյվան կերան, Ետու Դավիթ ձեռ թալեց Խանդուդ խանամի վզով, պակեց, ինչերեց, ձենչերեց, ասեց, ինչի են վաղտը խփեցիր, հիմի ձեն չես հանում, ասաց մեկ պակեցիր ձենչերի, քու ճամփուտ փաշխեցի, մեկ էլ պակիր քու ղարեբության խաթրերի, մեկ էլ ավելի պակիր էլ չհամբերեցի, Դավիթ ասեց, հիմի դու ինձի պտի առնես, Խանդուդ խանամ ասեց, լորվա համզի շապի խորասանցու գլուխ բերիր, ես քեզի կնիկ դու ընձի երիկ, Դավիթ ասաց, լավ, լուսուն կերթամ, Խանդուդ խանամ կերակուր պատրաստեց, հաց թխեց դրեց հետը, վադակը կտրեմ որ չեկա արի ճանտակների մեջ իշկա, իմ ճանտակի վրա խաչ կա, իմ ճանտակ գտի թաղա, մի թողա արևի երես, Դավիթ հեծավ ձին գնաց, մեռնի մուրին սուպ սարքիս, եկավ կեսորին Դավիթին թեմ առավ, ասեց Դավիթ, կերթաս են շներու հետ կռիվ անես, ասեց ես ամեկ ամիս, ես սետոնց հետ կռիվ կենինք, չկարացա աղթե, Աղադանքիս, ղարադանքիս, գամին խար ա եղե, ինձի կկանչեն ես կերթամ կհասնիմ ենոնց, եբ որ դու նեղ ընկար կդառնամ կհասնիմ քզի, Դավիթ ընցավ գնաց մեսարի քամակ, տեսա որ քերի թորոս ծար դրևր թևին եկավ, ասեց քերի խեր եղնի, ինչի համար եկար, ասեց աշխարհքի մեջ էդ տոնցեն զորբամարդ չկա, եկա որ քեզի համար Աստված կանչե, մոքնեմ, քերի թորոսն ու Դավիթ իրար հետ գացին լորի, քերին ելավ մե բարձր սարի գլոխ, Դավիթ գնաց էդ մարդկոց մոտ, էդ տոնքսին թե ինչի համար ես եկել, թե եկեր եմ Խանդուդ խանամի համար նշանաբան տանեմ, 3 օր նստավ էտոնց հետ կերավ, խմեց ելավ, թե նշանաբան տվեք տանեմ, հանեց, ճկտի մատնիկ տվեց, էցկեց թև գնաց արմունք կայնավ, էծավ ձին որ պետքա նշանաբան տանա, գնաց մեկ քիչ ետ դարձավ, ասեց, եկեր իմ նշանաբան տանիմ, եկեր իմ ձեր գլոխ տանիմ, շապի խորասանցին ասեց, ծուր արզոյի փոքերից այել գլոխ կտրե, Դավիթը 4 կողմից խաչ հանեց երես, ու առան իրար գյուլաշ, լորվա համզեն ու Դավիթ, 2 հատ գյուլաշ կպան, Դավիթ վերուց տվեց գետնով գլոխ կտրեց, մեկ էլ աղբերելավ, հմա Դավիթ 4 կողմից երես խաչ հանեց առան իրար գյուլաշ, 2 հատ գյուլաշ կպան, էտ օրել տվեց գետնով գլոխ կտրեց, ձին հեծավ,
Են վաղտ, որ կերթերեն կողմ 100 ջան կսպաներ կնցներ, կնցներ մեկ էլ կողմ 200 ջան կսպաներ, էնպես չարթեց, որ էլավ արուն ճանդակ կշեց։ Մեկ փոլուկ ձիավոր էլավ, որ քերի Թորոսին սպաներ, մեկ ձիուն զարգեց աչի զանգու էլավ քերու մոտս էտ ձիավորներ թոր գնացին, քերի Թորոսս էտ ծար թալի գնացին լծվան ձոր, ասեց որդի, ես երկրի հաղթող էլ չկա, ամենեն ղոչաղներին սպանեցիր։ Դավիթ երկսի գլող կապեց բրչամներով, էլավ ձին հեծավ քշեցին գացին, եկան հասան են ճամփան, որ քերի Թորոս պտի ջոկվեր երթեր, քերին ջոկնվավ, գնաց Սասուն ասեց, դու էլ գնա խանդուտ խանում վեր ու արի։ Դավիթ ճամփու հետ քշեց գնաց, տեսավ, որ երկու լավ ձիավոր են կողմից եկան, ձիու վերևեն իջավ, գլխներ թալեց գետին, ձիու ղոլաններ պանդեց, էլավ որ ձին հեծներ, են դհից են մեկ ձիավոր ձին լցեց եկավ ենպես զարկեց Դավիթին, որ քիթ ու բերան բլավ։ Դավիթ կուրս վերուց որ զարգեր ձերք թալեց կոտկներ բրտեց, տեսավ, որ խանդուտ խանում էր ես զարկող, ասեց քուտուն ավիրի, մեկ պուտարնի համար մեկ կոտարուն ինձն է թափեցիր։ Խանդուտ խանմի հետին նիրա աղբեր պարոն վարդ էր, առան գնացին կապուտկող, գացին, հարսանիք բռնեցին, օխտ գիշեր հարսնիք երին, Դավիթ ու խանդուտ խանմ պսակեցին, պրծան, պարոն վարդ կերթեր նեջիր կբերեր իրար հետ կուտին, էդտեղ Դավիթ մե տարիմը մնաց, խանդուտ խաթուն մնաց 2 հոգով, պարկավ բերեց մե տղա, կնքեցին անուն դրին պստի մհեր, Դավիթ 7 տարի մնաց էդտեղ, ամեն օր պարոն վարդ կերթեր նեջիր բերելու, մեր սովրցուցեր էր, մեր կերթեր առեջ, նեջիր կարներ կբերեր մեր կեփեր, իրեկով կուտին քերուն չէին տա, քերին են մեկ օր գնաց սար շատ բեզարավ, նեջիր բերեց իրա քվոր տղին ասեց, մեզ շիշ խորոված ինձի համար ճամփա, մհեր խռովավ, վերուց նեջիր զարկեց քերու գլխու վրա, եկավ տուն գուրս վերուց կուզեր զարկեր հորն ու մորը սպաներ, թե երթանք Սասուն, քանի որ մեկ շիշ խորոված ուզեց, լաց կլներ, թե դուք կերթակ իմ դյուշմեններ գիգան իմ քաղաք կավիրեն, մհեր ասեց, դուք էլ եք գացեք, ես քերու հետ կմնամ, դյուշմենին կհաղթենք։ Դավիթ ու ուրկնիկ ելան իրար հետ խլաթով գնացին։ Խլացիկ եկան առեջ կտրեցին, թե քեզի դյուշման կա, պտիկա քու հետ կռիվենա, ասեց, իմ կնիկիմ հետնա, չեմ կարող կռիվենա, երթում կերավ, թե ես սպ նիշան վգա եղնի, որ կնիկ տանիմ տուն ետ դառնամ կամ։ Սպ նիշան մեկ օր որ թուրքի կնգան հետ տվեց առավ, մեկ օր էլ էսօր խռովավ, 2 երեսն էլ սևացավ։ Դավիթ տարավ, հասուց տուն կնկան ետ դարձավ եկավ խլատ, քախքով էլան, որ հետ կռիվենեն, փախավ, որ քախքեն էլներ դուս, դառներ կռիվեներ, մի ջրած արտի մեջ ընկավ, շորեր դարավ ցեղ գնաց աղբրի վրեն, որ շորերն ու ծին լվանա, շորեր լված իստակեց, երեց օրուր շապիկ հակներ սպնիշան գետին էր, են կյաճեն, որ ծներ էր Դավթից ու խլաթի քեհու կնգամոտեն, նետ ու անեղով զարկեց Դավիթին սպանեց։ Դավիթ բորած ձեն գնաց Սասուն, համել պարոն վարդ լսեց Դավթիցեն կապուտկող, պարոն վարդ 7 դաբաղագետին քանդեց, որ մհերին պահեր չգեն տանեն, քերի Թորոսելավ վերցուց, ցրան վեգև, ցենով հովան, ճնճխափոքրիկ, խորմանուկ, եկավ Դավթի հավարին, եկան հասան Դավթի մոտ, Դավիթի ձինչեր թողե մարդիկ էր Դավթի մոտ, կզարներ կսպաներ, քերի Թորոս ու Դավթի աղբրտանք եկան հասան, տեսան որ Դավիթ հլա սաղ էր,
Էդտեղ վերցուցսես թե քերի, իմ ցեցի մանզիցա, ասաց թե տղա եղնի թե աղջիկ, հմի մերերա իմ ձերից էդ ղամշի մեջ։ Գացին տեսան, որ ղորդ մերեր էր, քաշեցին, բերեցին Դավիթի մոտ։ Դավիթ մատ կոխեց էդ աղջկա ջիգար, արուն հանեց տվեց լիզվին մեռավ։ Դավիթ մեռավ, բարձան Դավի վրա, վեգև հեծավ Դավիթի ձին, առեջ քշեց գնաց։ Խանդուտ խանը մելավ բալկոն, դյուրբին տրեց աչից, տեսա, որ մեկ ձիավոր կուկացին Դավթիցին է, հմը վրինը Դավիթ չէ, եկավ հասավ։ Խանդուտ խանım բալկոնեն հարցուց, թե քու աղբորեն ինչ խապար, ասեց Խանդուտ խանım, դու ղուաշ մաղուաշ, սարե գրիատա ռաշկի ռաշ, Դավիթ մրիա սարե մախուաշ։ Այսինքն Խանդուտ խանım դու ողջ մնա, մենք ողջ, քո գլխի կապը սև է, Դավիթը մեռավ, մեր գլուխը ողջ։ Ելավ Փիլաքյանով, որ Խանդուտ խանումին բռներ, Խանդուտ խանում ձեռ թալեց ճաղեր, ջարդեց 40 ոտ նարդվնի գլխից, իրեն քցեց մեռավ։ Քերի թորոս եկավ, տեսա, որ մեկ դարդ նեղեր է, երկու դարդ։ Բերեց, երկուսին էլ լվանալ տվեց, պատնքեց, Խանդուտ խանımի ծծերուց կաթ էր գացե։ Եկան քերի թորոսի նսին, թե կաթ էր գացե ծծերուց։ Մեկ օղլուշախ ճամփեց, որ փորն իր իշկերտ տեսներ, թե երկու հոգով էր, գնացին տեսան, որ երկու հոգով չէր։ Երեխա էր բերե մնացել էր կապուտ կող։ Ելան, երկուսն էլ թաղեցին, պատարակ երին։